Գործարար ալիքի եթերում Mix Marketing-ն է, ես Գայանե Դաջունցն եմ։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր նորաձև, թրենդային մի թեմայի մասին, որը կարելի է ասել ժամ առ ժամ փոփոխության է ենթարկվում, խոսելու ենք թվային մարքեթինգի մասին եւ սիրով ցանկանում եմ ներկայացնել իմ հյուրին Notify Agency-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Արշակյանին։ Ողջույն Մարիամ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Հիասքանչ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտար հյուր գալու, կարծում եմ մենք շատ հետաքրքիր զրույց կունենանք այսօր, որովհետև այս թեման անսպառ է, հետաքրքիր է, նորաձև է եւ կխնդրեմ նախ մի փոքր պատմես քո մասին, քո փորձառության մասին, այնուհետև ես արդեն կանցնեմ իմ բուն հարցերին։ Նաև շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ շատ, որ այսպիսի հետաքրքիր թեմայի մասին ենք միասին զրուցելու, կարճի մասին 15 տարի ոլորտում ու սկսել եմ հենց digital marketing-ից, երբ ոչ մեկ չգիտեր դա ինչ է, ու հետաքրքիր կերպով վայելում եմ, թե ոնց է զարգանում, իսկ AI-ը էլ ավելի է զարգացրել այս ամեն ինչը, ու գլխավոր իմ առաքելությունը երևի թե այնպես անել, որ այն գործիքակազմերը, որ մեզ տալիս է տեխնոլոգիան, ճիշտ օգտագործել մարքեթինգի մեջ եւ տալ թե բիզնեսին, թե տնտեսությանը մաքսիմալ աճի հնարավորություն։ Վերջին տարիներին որ միտումը, որ թրենդն է ամենաշատը փոխել մարքեթինգի կանոնները։ Այդ ամենաբարդ հարցն է իրականում, ամենապարզ եւ obvious պատասխանը դա իհարկե AI-ի հայտնվելն է, բայց երևի եթե խորքային գնանք, այսքան շատ ինֆորմացիոն հնարավորությունների մեջ, երբ որ ավելի ու ավելի է շատանում, ամենագլխավոր փոփոխությունը, որ մենք կորցրել ենք մարդկանց վստահությունը։ Շատ դժվար է դարձել մեծ challenge է, հա, digitally ընդհանրապես մարքեթինգի համար, վստահություն ձեռք բերել հաճախորդների մոտ, որովհետև ինչքան շատ ինֆորմացիա, այնքան շատ ընտրություն ու այնքան ավելի շատ անվստահություն։ Իսկ ինչից է գալիս այդ անվստահությունը, մարդիկ ինչին հատկապես, ինչին են սկսել չվստահել։ Այդպես միջազգային բավական հետաքրքիր թուլեր կան, գործիքներ, ընկերություններ, որոնք որ չափում են վստահության աստիճանը ընդհանրապես, հա, տարբեր մեդիաների, գովազդների, ու այս վերջին տարիների ընթացքում, եթե հարաբերակցությունը նայենք, փոխվել է մոտավորապես 70% վստահում է մարդը մարդուն ավելի շատ, մեր նման մարդկանց, այլ ոչ թե բրենդերին։ Իսկ մենք գիտենք փորձը ամեն դեպքում դիմացինի փորձը, հարազատի, բարեկամի, այո, ու այստեղ այն ամենակարևոր կետը սոցիալական հարթակները։ Սոցիալական հարթակները փոխեցին ամբողջ վարքագիծը, behavior-ը, որի հիման վրա մարքեթինգը ամբողջությամբ փոխվել է։ Ու AI-ների ժամանակաշրջանում այո, ինքը շատ մեծ թրենդ է, բայց ամենակարևոր փոփոխությունը, որ մենք ունենք շուկայում, դա մարդկանց անվստահության այդ տոկոսի բարձրանալն է, հա, որը որ մեզ նորանոր challenge-ներ է տալիս հենց մարքեթինգի ոլորտում, որպեսզի հասկանալ ոնց ճիշտ նորից գտնել ու այդ անվստահության գոտում որոնք են այն հարթակները, որը դու կարող ես ստեղծել եւ ունենալ լավ արդյունքներ քո աուդիտորիայի հետ։ Այսինքն մի փոքր կարելի ասել գերագնահատված է, հա, այդ AI-ի արհեստական բանականությունը փոխել է ամեն ինչ։ Ինչն է իրականում փոխել, ինչը չէ։ Գիտեք, եթե տենց հետ գնանք պատմականորեն, երբ որ, չգիտեմ, տպագրական մեքենաները ստեղծվեցին, բոլորը պանիկայի մեջ էին, ասում էին, վայ, գրքերը հիմա ինչ պետք է լինի, հետո ինտերնետը, հա, երբ որ ստեղծվեց, վայ, ինչ պետք է լինի, լիքը ամեն մի փոփոխություն բերում է իհարկե իր impact-ը, հա։ AI-ի պարագայում, այո, երբ որ ինքը նոր է, բավականին մեծ investment-ներ, ուշադրություն, այո, մենք հիմա այն ամենակիզակետում ենք գտնվում, պատկերացրեք, մենք հնարավորություն ենք հասանելիություն Նոբելյան մրցանակիր լիքը մայնդերի, մտքերի մի տեղում դու կարող ես իրանց հետ շփվել։ Դա այո, շատ հզոր գործիք է, որը փոխում է ամեն բան, բայց միևնույն է, ինքը ուղղակի գործիք է, որը որ մեզ տվել է ավելի շատ արագություն, ավելի շատ արտադրողականություն, հա, այդ creative-ների ստեղծում, բայց դրա հետ մեկտեղ, այո, ինչ որ մի հատ կետում գերագնահատում ենք, որտեղ յուրաքանչյուր գործիք է մեր ձեռքում ի վերջո։ Այո, մարդու ձեռքում, իսկ ինքը երբեք չի փոխարինի հնարավոր, ես եմ ամեն դեպքում որպես մասնագետ կարծում, որ մարդու creativity-ն, հա, այդ էմոցիաները միևնույնն է AI-ը դեռևս
դեռևս իհարկե չի կարողանում predict անել, չի կարողանում գուշակել ու չի կարողանում դեռ դրա նման լինել։ Այսինքն դրա համար գալիս են բոլոր տեսակի փոփոխությունները, բոլոր հնարավոր փոփոխությունները, թե մասնագիտությունների փոփոխությունները, թե մարդկային արտադրողականության, հա, այդ creativity փոփոխությունները, ու այս պարագայում հարցը, որ AI-ը այս պահի դրությամբ շատ հնարավորություններ է տալիս մարդուն, ել ավելի խելացի, ել ավելի արագ լինելու համար, բայց մեկ էլ ամենակարևոր ցավոտ հարցը, որ ասում են, որ կփոխարինի մարդուն, դա էլ ասեմ, որ այո, իհարկե կփոխարինի, շատ մասնագիտություններում մենք տեսնում ենք, որ entry level, հա, այդ junior մասնագետները դժվար է լինում իրենց համար մուտք գործել շուկա, հատկապես IT ոլորտում, այդ ճգնաժամին մենք տեսնում ենք թվերով, եթե խոսենք։ Ամերիկայում արդեն բավականին մեծ թվերով հենց IT ոլորտի մասնագետները նշում են կրճատումների մասին, ցավալի է, այո, 8000 մասնագետ fire արեց, բայց հետաքրքիր տենդենց կա, որ հետո հետ են ընդունում այդ մարդկանց։ Վերջին 2-3 ամիսների ընթացքում այդպես պաշտոնական թվեր են գալիս, որով որ միայն գումարը այն tool-երի, որոնցով որ replace են արել մարդկանց հաշվարկով, ուղղակի շատ ցավոտ են բիզնեսմենների համար, որտեղ AI-ը ինքնին իր օգտագործումով շատ թանկ է դարձել։ Այսինքն ինչ որ մի հատ էվոլյուցիայի կետում այն գտնվում, որտեղ որ դեռևս շուկան ձևավորման փոխակերպումներ են անընդհատ տեղի ունենում, բայց որը միանշանակ է հաստատ, որ տեխնիկական բաները, որը մեր ժամանակ էինք ծախսում, էլ չենք անել, օրինակ research, տեխնիկական լիքը, IT-ում առավել շատ են այդ գործիքները, task-երը, որոնք որ ուղղակի AI կփակի, ու մենք դրանից պետք է միայն երջանիկ լինենք, որովհետև այն մասնագետները, որոնք որ կարողանալու են ստրատեգիա գրել, visionary thinker լինել, իրանք իհարկե գրելու են ոլորտում, իրանց պահանջարկը միշտ կա, բայց ցավոք entry level-ի մասնագետների համար, բայց վստահ եմ շուկան էլի կփոխակերպվի, իրանց համար ուրիշ տեսակի task-եր կգտնվեն։ Ես company-ներ գիտեմ digital-ի ոլորտում, որ հակառակը իրանց թիմը հիմա էլ ավելի մեծ է, որովհետև այնքան արագությամբ AI tool-եր են գալիս, որ պետքա նոր stuff, որ կարողանաս այդ tool-երը արագ ունենալ, որովհետև հիմա այս պատերազմների մեջ բիզնեսի համար կարևոր է, որ ինքը միշտ առաջինը լինի։ Միշտ առաջինը բոլոր AI tool-երը փորձարկած, այդ նշանակում է բավականին մեծ stuff, այսինքն ինքը ունի նաև հակառակ կողմը։ Կախված թե որ direction-ից ենք նայում, բայց փոխակերպումները իհարկե պետք է կարողանալ ճիշտ ադապտացվել մեր արագ փոփոխվող աշխարհում։ Այո, իսկ մարքեթինգի նեղ մասնագիտացումներից որն է ավելի շատ վտանգված, որ AI-ը կարող է փոխարինել, միգուցե արդեն իսկ փոխարինել է։ Առաջինը, որ խոսում ենք AI-ների ժամանակ, երբ որ իրանք մտան մեր շուկա, դա ինձ թվում է բոլորը շատ բարձր է, դա copywriter-ների մասնագիտությունն է, content copywriting-ը, որտեղ sense պատկերացնում ենք, չէ՞, մի հատ prompt-ով մեզ տեքստերը տալիս են, իհարկե մինչև Jasper-ի այդ տարբեր տեսակի տենց tool-եր կան, մինչև ավելի հին նույնիսկ, բայց տեղ էլ գալիս ենք, տեսնում ենք, որ ինչն է կարևոր, պատկերացնում եք AI-ները ինչքան պատասխան կտան, չէ՞, տեքստերի ինչքան ընտրություն կար։ Ստեղ խելացի մտածող մարդ է պետք, որ հասկանա այդ տեքստերից որը կազդի թիրախային լսարանի վրա։ Այսինքն copywriter ամեն դեպքում պետք է copywriter, որը որ կկարողանա ճիշտ այդ AI-ների հետ աշխատելով tone of voice տա brand-ին, համագործակցությունը ճիշտ կառուցի, այդ հարաբերությունները ճիշտ կառուցի։ Ու էլի գալիս են, որ entry level-ի մասնագետներ, ովքեր որ գրում էին տեխնիկական, սղագրել, մակրագրում, այդպիսի աշխատանքներ, այո, ցավոք այս պահի դրությամբ բավականին շատ կրճատվել են տեխնիկական թարգմանությունները, որոնք որ խոսքը գնում է, առաջին թվում է մասնագիտությունը, որ կարող եմ այսպես մտքովս եկավ, դա երևի copywriter-ներն էր։ Երևի հա, իրանք էին ամենատենց ցավոտ։ Իսկ հաշվի առնելով այս փոխակերպումները, մի այսպիսի միտք կա, որի հետ իրականում ես այդքան էլ համաձայն չեմ, միշտ ջատագով լինելով ակադեմիական կրթության հետ կապված, կա միտք, որ AI-ը ավելի արագ է զարգանում, քան համալսարանները եւ առհասարակ դասընթացները։ Լինելով դասավանդելով, հա, համալսարանում, դուք ոնց եք այս մտքին վերաբերվում, կա ճշմարտություն, որովհետեւ
եթե մեր ուսանողական տարիներին, հա, բավականին բարդ էր, ինչ որ էլի, հա, իհարկե կար ինտերնետի հասանելիություն եւ այլն, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք ավելի դժվար ենք սովորել։ Հիմա այնքան մեծ է հնարավորությունները, հա, այս մեր ժամանակաշրջանը, որ մենք ապրում ենք, շատ մեծ է եւ որոշ դեպքերում թերագնահատվում է ակադեմիական կրթությունը։ Ինչ կարծիքի եք, ինչքանով է AI-ը ազդում կրթության վրա։ Առաջին կետը որ շեշտեցիք, որ AI-ը հիմա դուք ուզեք AI-ով կարող եք համալսարանի գիտելիքներով ծրագիր պատրաստի ձեր համար ավարտեք, հա, ծրագրով, ձեր համար հատուկ ստեղծված ծրագրով։ Բայց ու AI ավելի արագ է, իր հնարավորությունը չես համեմատի ոչ մի բանի հետ, եթե առավել եւս paid տարբերակներից եք օգտվում։ Բայց համալսարանների ի սկզբանե ամենակարևորը, որ մենք նայում ենք, ես միշտ իմ ուսանողներին դա ասում եմ, համալսարանը սովորացնում է դերակատարությունը մեր նոր եկածող սերնդներին, որպեսզի կարողանանք իրենց ճիշտ ուղղորդել, օգնել, դա մտածողություն, սովորել մտածել, ճիշտ դատողական, վերլուծական միտք տալ իրենց։ Ու սա ամենակարևոր դերն է, որովհետև այնքան tool-եր կան, տեխնիկական բոլոր գործերը հնարավոր է cover-անել այս պահի դրությամբ տարատեսակ tool-երով, բայց մարդը ինչը պետք է նրան սովորացնես, որպեսզի ամեն ինչից արագ լինի, կարողանա ադապտանա, կարողանա այդ critical thinking-ը չեմ կարողանում հայերեն թարգմանությունը գտնեմ, քննադատական մտածողությունը զարգանում է հենց համալսարանական այդ տարիների շրջանակում։ Ինքը իրականում համալսարանը չի ստեղծվել որպես այդպեսին այդպես արագ լինելու համար։ Իր ֆիլոսոֆիայի մեջ ես դա չեմ տեսնում։ Տեսնում եմ, որպեսզի նենց մասնագետներ կրթի, որոնք որ կհասկանան ինչպես ճիշտ հարցը ձևակերպել, ինչպես հասկանալ իրենց թիրախային լսարանը, իրենց հասկանալ խորքային գիտելիքներ տալը, հա, եւ դրա հետ մեկտեղ զարգացնել այդ քննադատական մտածողությունը։ Բայց իհարկե մենակ մասնագիտություններ կան, հա, որոնց համար պարտադիր է շատ updated ծրագիր ունենալը։ Իմ համար առաջին օրվանից որ դասավանդում եմ, ես տենց ժամը մեկ կարող փոխեի իմ ծրագիրը, որովհետեւ Meta-ն update-ը անում, դու պետք է փոխես, Google-ը update-ը անում, դու պետք է փոխես, որովհետեւ դու տալիս ես այն մասնագիտությունը, եթե outdated information լինի, միշտ տենց երազում էի հայերենով գիրք գրեի digital marketing-ի մասին, դեռևս չեմ երրորդ կուրսում էի ու ոչ մի գրականություն չկար ընդհանրապես, հա, այն ժամանակ AI-ները չկային, ոչ մի բան չկար, բայց եթե դու մտածում ես գիրք գրես, մինչև այդ գիրքը նույնիսկ ավարտում ես միտքդ գրելը, այդ ընթացքում չգիտես այնտեղ ինչ տեղի ունենում, մինչև հարմարվում ես մի ալգորիթմի, հա, ալգորիթմը փոխվում է եւ այլն, ու երևի այդպես իմաստ ուղղակի չի ունենում, որովհետեւ ալգորիթմները այնքան արագ են զարգանում, այնքան արագ են փոփոխվում, բայց ես կարևորում եմ դա ու չնայած շատ դժվար է, որպեսզի կարողանամ տրամադրեմ իմ ուսանողներին ամենաարդիական, ամենալավ նյութերը, որտեղ իրանք պետք է անեն, կարողանան PPC անեն, իսկ PPC-ի պարագայում, եթե հին ինֆորմացիա ունեցել, ու ամենակարևորը միշտ սովորեցնում եմ, որ ճիշտ աղբյուրները իմանան, որովհետև դու այս պահին տվեցիր իրանց հաջորդ պահին դա արդիական չի, երբ որ իրանք աղբյուրը գիտեն, որտեղից միշտ կարող են թարմացնել իրենց գիտելիքների ինֆորմացիան, այդ ամենա treasury-ն է, հա, որը որ փոխանցվում է դասախոսի կողմից։ Ու էլի այստեղ ես իրենց սովորեցնում եմ, ոնց ինքնուրույն սովորել, ինքնուրույն մտածել, ինքնուրույն գտնել։ Այդ ամենակարևոր դիրքն է, որը որ դասախոս ու ընդհանրապես համալսարանը կարող է փոխանցել իր ուսանողներին։ Մարքեթինգի մասին էլի կա պատկերացում, որ մարքեթինգը միայն կրեատիվը չէ, դա նաև հստակ թվեր է, որը մենք տեսնում ենք արդեն արդյունքներում, իսկ ինչ ես կարծում, եթե մարդը ստեղծագործ է, բայց վախենում է թվերից, կարող է հաջողի մարքեթինգում, թե ոչ։ Ես միշտ չեմ սիրում այս պայքարը միշտ այդ արտահայտությունները լսում եմ, որ պետք է անպայման անալիտիկ մտածելակերպ ունես, պետք է չկրեատիվ, պետք է լինես, նայ կան տարբեր ուղղություններ մարքեթինգի մեջ, այո, դու պետք է ունես art director, creative director, որը որ շատ լավ կլինի, որ մաթեմատիկական մտածողությունն է, բայց երբ որ խոսքը գնում է այն մարդկանց, ովքեր որ արվեստի մարդիկ են, ովքեր աշխարհը այլ կերպ են պատկերացնում, դու որովհետև եթե դու ուզում ես մարդու վրա ներազդես, դու այդպիսի մասնագետ պետք է ունենաս, ու մարդ պետք է ունես անալիտիկ մտածելակերպով, ով որ քո արշավը ճիշտ պետք է անի։ Ինքը հենց դա մարքեթինգի շատ յուրահատկություններ անում է, որ այս երկու
տարբեր, հա, շատ կարողությունները պետք է մեկ տեղում լինեն, որ դու կարողանաս ազդես մարդու պահելաձևի behavior-ի փոփոխության վրա։ So եկեք տենց չասենք, հա, եթե դու մարքեթինգում analytical մտածելակերպ չունես կամ creativity չունես, որն է երկուսն պետք է հավասարազոր, դուք երկուսն էլ պետք է, եթե մի մարդը չէ, թիմում պարտադիր այդ մարդիկ պետք է լինեն, որպեսզի ձեր արշավը հաջողված լինի, յուրաքանչյուր միտք, գովաստ, չգիտեմ, ամեն production-ը ինքը իրեն արշավը ինքն իրեն հաջողի, որտեվ առանց նրա նա չի կարող լինել, առանց նրա նա չի կարող լինել, այո, այն ինչ որ սիրունության համար է արվում, visual գեղեցիկ կոնտենտի համար, բայց դու դրա տակը չես նայում անալիտիկան, վերլուծություն չես կարողանում նայես, չես անում այդ մյուս կարևոր կետերը, չես կարող դա ոչ բարելավել ու ոչ հասկանալ քո համար այդ ինչի համար էր պետք ընդհանրապես։ Ու այդ ցավոտ կետերը մեր շուկայում եւ միջազգային շուկայում հա շատ կան, մի պահ արդեն անցել է այդ տրենդը, visual երևի հիշում եք, չէ՞ որ ամեն ինչ sense visual գեղեցիկ պետք է լինի, իդեալական, ինչ որ sense կարտինկայի sense գեղեցիկ ու հետո այո, այն մարդիկ ովքեր անալիտիկա են նայում, հասկացան, որ դա ոչ մեկին ընդհանրապես պետք չի, ինչ որ ոլորտներում, հա, որտեղ այդ նույն որ խոսում ենք, հա, մարդկայինը, իրականը, այն ինչ որ նույնիսկ ավելի վատ որակի է, այն որ ցույց է տալիս, որ դա ոչ AI-ը կարող աներ, ոչ ժամերով գրաֆիկ դիզայներ ու ոչ մեկ, ու դու նմանատիպ ստրատեգիայով ավելի լավ ես կարողանում ավելի կենթանի կոնտենտը, դերևս դա տրենդում է գտնվում, այս պահի դրությամբ արդեն երկար ժամանակ է կարելի ասել, մոտավորապես ես այդ տենդենսը 5-6 տարի նկատում եմ ու անկում չեմ տեսնում։ Որովհետև մարդիկ հասկացան, որ այդ իդեալական ամեն ինչը մեծ փուչիկ է ու բացի փուչիկ լինելուց մարդիկ չէին ցանկանում իրենց ոչ իդեալական կյանքի հետ զուգահեռ անընդհատ տեսնեին ինչ որ sense իդեալական պատմություններ, որ ամեն ինչ շատ լավ է եւ այլն, բայց ես կարծում եմ հիմա այդ ոչ իդեալական կոնտենտն են փորձում ինչ որ չափով կեղծել, ցույց տալու համար ինչ որ բաներ, դա էլ ամեն դեպքում արդեն նկատվում է, բայց միգուցե ավելի լավ է դա, քան այդ գերիդեալականացված պատկերները։ Հոգեբանությունը գովազդի մեջ ինքը շատ կարևոր ուղղություն է ու հետաքրքիր է, վերջերս research-ներ էի անում, ուսումնասիրում նաև մեր AI-ների հետ վերլուծություններ իրականացնում, դերևս մարդիկ ուղակի տրիգերի պես, նույնիսկ եթե շատ իրական AI-ը արված, զգում են յուրաքանչյուր AI, որը որ ուզում է փոխարինի ինչ-որ իրական բան, չեմ ասում, արշավներ կան AI-ով, որը որ sense տեսնում ես ֆանտաստիկ հետաքրքիր գաղափար է, AI արտիստներ կան, որոնք որ sense նայում ես իսկուստվա ինքը լրիվ ուրիշ բան է, բայց այն ինչ որ ուզում են ցույց տան AI-ով, որ իրականություն է, մարդիկ զգում են ու դերևս CTR-ը, հա, մասնագիտորեն մի փոքր ասեմ, շատ ցածր է այդպիսի կոնտենտի մարդը ուղղակի ինտուիտիվ կերպով զգում է, որ դա իսկական չի։ Չգիտեմ ինչքանով երկար կտևի այս տրենդը, որտեղ AI-ը շատ ֆանտաստիկ կերպով է զարգանում, ինչ որ մի հատ կետում կարող է այդ էլ չլինի, բայց այս պահի դրությամբ ամեն դեպքում փոքր community-ներում, եթե դու գիտես, որ այս մարդը օրինակ սիրում է շունիկներ ու ինքը հայտնի է իր շունիկներով ու լսել է ինչ որ մեկը, որ ինքը գոյություն ունի, ինքը ամենալավ ազդեցությունն է թողում։ Ու այս ինստիտուցիոնալ փոփոխությունը շատ խնդիր է, հա, որտեղ կարող է, չգիտեմ, 50-40 տարեկան Garvard-ի դասախոսը ավելի քիչ ազդեցություն ունենա, քան թե օրինակի համար 13 տարեկան երեխան TikToker-ը, որը որ ունի ուղղակի 100,000 աուդիտորիա։ Ու այս աշխարհում ճիշտ աշխատելը, հասկանալ այդ գործիքները էլ ավելի challenging են դառնում մեր մասնագետների համար մարքեթինգի։ Ես research-ների մասով ավելի նեղ մասնագիտականի մասով կասեմ, վերջին մի քանի կոնֆերանսների մասնակցությունից շատ հաճախ խոսվում է սինթետիկ, հա, դատաների մասին եւ ես ամեն դեպքում կարծում եմ, որ առանց դատայի, առանց հիմքի, առանց հիմնավորվելու ցանկացած ռազմավարություն, արշավ ոչ մի այսպես տեղ չի կարող ունենալ եւ ինչքան էլ որ AI-ը նույն փորձում ենք, հա, AI-ով research-ներ անել եւ այլն, ամեն դեպքում սինթետիկ դատան մնում է սինթետիկ դատա, ինքը քեզ ուղակի ինչ որ մի հատ կողմտնոշի չի տալիս, բայց կոնկրետ սպառողին քո թիրախային խմբին հասկանալու համար դու պարտադիր պետքա հենց իրան դիմես, իրեն վերլուծես։ AI-ը ամեն դեպքում դեռևս չի կարող հասկանալ քո նեղ սպառողը ինչ վարքագիծ ունի, վարքագիծը ինչպես փոխվեց, ինչու
քեզանից հա նույն ձեր նշած վստահության ինչ որ կետը որտեղա որ սայթակում ա եղել տվյալ բրենդի կողմից ամեն դեպքում շատ լավ է որ AI-ը կա, շատ լավ է որ գոնե եթե նախկինում նույն էջենսիները աշխատում էին առանց թեկուզ այդ սինթետիկ դատայի, գոնե հիմա հիմքում ինչ որ մի բան ես հուսով եմ որ կունենան այլ ոչ ինտուիտիվ մակարդակով այդ ամեն ինչը կարվի։ Մեկ նույնիսկ խանգարում է AI research-ները, որովհետև երբ որ մասնագետը ընթացք ասեմ, պատկերացնում եք ինքն իր ձեռքով անում, inspiration-ը ունենում այդ ժամանակ։ Օրինակ ես մի քիչ այդ առումով շատ եմ սիրում այդ process-ը, որովհետև այդ research-ը քեզ inspiration-ը տալիս, creativity-ի համար, շատ հաճախ նույնիսկ մենք ունենք շատ լավ train արած AI-ներ, որոնք որ բերում են այդ data-նից տալիս են, բայց այն experience-ը, որը որ ես ձեռքով եմ ունենում, ինքնուրույն եմ տեսնում attention-ը, որը որ այսպես comment-եր գրված, այն ինչ կնշանակի content վերլուծություն եմ անում դա ուրիշ էմոցիա է տալիս, բայց իհարկե այդ սինթետիկ reporting-ի մասով էլ ասեմ, կարծում եմ ժամանակի ընթացքում կգանք դրան, որ ինքը կկարողանա ավելի խորքային հասկանալ։ Եթե մենք տեսնենք, թե ինքը ինչ արագությամբ է աճում ու զարգանում, շատ տենց կարճ ժամանակահատվածում այդ հատվածն էլ, հա, ոնց որ ավելի կկատարելագործվի, բայց մի հատ էլ օրինակ վախենալու կետեր կան իրականում AI-ի մեջ շատ ու ամենաբարդը նա է որ երբ որ social media-ի հեղափոխությունը եղավ չկարգավորվեց ընդհանրապես սա չկարգավորվեց ու մենք հիմա ունենք սոցիումի զարգացման լուրջ խնդիրներ կրթության լուրջ խնդիրներ իսկ AI-ը ընդհանրապես առանց որևէ regulation-ի որոշ երկրներ իհարկե անում են այդ regulation-ները ոնց որ կա արդեն ինչ որ կարգավորումներ այն տեմպով ինչքան որ ինքը զարգանում է ու այն դանդաղ տեմպերով մինչև որ ընդունվում են օրենքներ իր վերահսկողության համար անհամեմատ արագությամբ է տեղի ունենում այդ ամեն ինչը նշեցիր որ մարդիկ ամեն դեպքում հասկանում են որ AI-ն է գեներացրել ունեք ինչ որ կոնտենտ բայց ինձ թվում է այդքան բոլորը չէ լավ ասենք որ հասկանում են միգուցե ավակ սերնդի ներկայացուցիչները այս վերջերս հենց նույն անդրադառնանք հա թեկուզ ընտրությունների հետ կապված այդ կոնտենտների եւ այլն կարծում եմ այն բոլոր մարդիկ ովքեր որ գոնե ինչ որ չափով մասնագիտական ուղղվածություն ունեն, հա, բայց ավակ սերնդի ներկայացուցիչները կոնկրետ ինչ որ հոլովակներ էին տարածում առանց խորանալու, այո, եւ ես հետո կարդացի, որ ընդհանրապես աշխարհում ուզում են այդպիսի կարգավորում մտցնեն, որ եթե ինչ որ մի բան գեներացված է AI-ով, անպայման նշվի, որովհետեւ մարդկանց, այո, որովհետեւ մարդկանց ինչ որ անհարմար դրության մեջ են դնում, ի վերջո ոչ մեկ պարտավոր չէ, հա, այդպես ամեն ինչ իմանալ կամ մասնագիտորեն վերլուծել, սովորական մարդը մահկանացուն այսպես ասեմ, ինքը պարտավոր չի այդքան տենց մանրամասն տիրապետել գործիքներին, որ հասկանա, բայց փաստացի ինքը անընդհատ վտանգված է ինչ որ խեղաթյուրված ինֆորմացիայի, այո, մանիպուլյացիայի, դե որոշ մեծ հզոր հարթակներ անում են այդպես, օրինակ Մետան հիմա բավականին լավ դետեկտ է անում, հա, AI կոնտենտը, բայց այդ եմ ասում, ինքը մի հատ մեծ գործիք է, որը որ բոլորի ձեռքում է ու ոնց հնարավոր է տարբեր օպշններով օգտագործվում է, դրա համար հա միանշանակ շատ վտանգավոր է։ Այո, ուղղակի պետքա զգուշ լինել ամեն ինֆորմացիային մի անգամից չհավատալ, աղբյուրներին նայել։ Ինձ թվում է ամեն դեպքում միլենիալները, Gen Z-ը ու եկածող ալֆան մենք կարողանում ենք երևի ինչ որ իմ շրջանակում, հա, այնտեղ որտեղ ես դասավանդում եմ, մեր դպրոցներում, այդ կրթությունը իմ համար մի փոքր ավելի լավն է, որովհետև ես տեսնում եմ, որ այդ ուղղությամբ բավականին մեծ ծնողները վստահ չեն կարող տարբերակել։ Բումերներ, այո, ավելի մեծ սերունդը չէ, այդ խնդիրը ունի, միանշանակ համամիտ եմ։ Իսկ իրենք այսպես եթե տոկոսով վերցնեն բավականին շատ են եւ այո պետք է հենց իրենք շատ զգուշ լինեն որպեսզի այսպես չմանիպուլացվեն իհարկե պետք է լինի այդ լինելով էլի հա կրթության ոլորտում այսօր ինչ ես կարծում ավելի նեղ մասնագիտացումներն են պահանջարկվայելում թե ավելի լայն սպեկտր ունեցող մասնագիտությունները Ոյ Իմ ամենասիրելի եւ ամենացավոտ թեման է, որովհետեւ մեր մարքեթինգում առավել եւս մենք այդ խնդրի առաջ կանգնում ենք, որ
մասնագիտությունները հստակ տարանջատված չեն։ Այս վերջերս կրկին դրա մասին խոսում էի, նայեք, երբ որ գնում եք բժշկի, գնում եք թերապևտի մոտ, թերապևտը դες նշանակում է անում, չէ՞, օրինակ։ Ու հստակ բժշկության մեջ կան նեղ մասնագիտացումներ, ու դա շատ կարևոր է։ Ու չգիտես ինչու, մարքեթինգի մեջ ոչ մեկ դա չի հարգում։ Չեն հասկանում, եթե դու ուզում ես խնդիր ունես, որ քո կայքը Google-ում առաջին տեղում չի, կամ AI-ը քեզ recommendation չի անում, դա այլ մասնագետ է։ Marketing strategist-ը ձեզ կարող է ուղղորդել այդ մասնագետի մոտ։ Ու շատ հայկական ընկերություններ անում են այդ սխալը, ընդունում են մեկ մարքեթինգ մասնագետի, ես մեր job description-ները, որ շատ հասկանում ես, որ համ բիզնեսի համար է վատ, համ մասնագետի համար։ Մասնագետը չի կարող լինել creative thinker, designer, SEO մասնագետ, SMM մասնագետ, չգիտեմ, ունդեղ լիքը ուրիշ պարտականություններ, որտեղ ինքը մարքեթինգի մասնագետ է։ Digital marketing-ը ունի բավականին շատ նեղ մասնագիտացումներ ու միջազգային շուկայում PPC մասնագետը երբեք SEO չի անում։ Իրանք հակառակ մասնագիտություններ են։ Նրա thinking-ը լրիվ այլ կերպ է, ու գործիքակազմերը լրիվ այլ են, մասնագիտացումը լրիվ այլ է, ու SEO-ն չես կարող սովորել PPC անելով, իսկ PPC-ն հակառակը, դրա համար նեղ եթե մեր շուկայի մասին չենք խոսում, վերանում ենք միջազգային շուկայում ավելի պահանջված են հենց նեղ մասնագիտացումները, որովհետև պատկերացնում եք օրական բյուջեն, եթե խոսքը գնում է $100,000 մասին, հնարավոր չէ generalist-ին վստահել այդ բյուջեն, ու direction-ները շատ տարբեր են։ Իսկ հայկական շուկան ասում եմ շատ լավ է զարգանում։ Ես ուղղակի ուրախանում եմ վերջին 2-3 տարիների ընթացքում մենք նման զարգացում երբեք չենք ունեցել։ Շատ լավ ու իմ ուսանողների մեծ մասը ուղղակի ավարտում են ու դրսի շուկայում աշխատում են։ Բայց տեսնում եմ տենդենց, որ վերջին տարիներին իրանք հայկական շուկայում են աշխատում։ Այսինքն եթե այն ժամանակ իրանք PPC մասնագետ էին դառնում ու ես տեսնում էի, վաու, ինչ հավես է, իմ սիրելի ուսանողը հիմա աշխատում է ինչ-որ միջազգային տեղում, որտեղ որ ես recommendation letter եմ գրել, խորհուրդ եմ տվել իրեն։ Իսկ հիմա տեսնում եմ, վայ, հայկական company-ում ինքը PPC մասնագետ է։ Դա իմ համար շատ մեծ հաջողություն է, որովհետև հաղթանակ է, որովհետև այո, ինչ է դա նշանակում։ Նշանակում է մեր բիզնեսը, եթե մարքեթինգը լավ է արվում, եթե նեղ մասնագետը լավ է աշխատում, նշանակում է մեր բիզնեսը, մեր տնտեսությունը ավելի լավ կզարգանա։ Մեր երկրի համար լավ գործ ենք անում, ու ես կողմ եմ, որ նեղ մասնագիտացումները չվերանան, չնայած հակառակը, որ գնանք AI-ի մասին խոսելով, գնալով generalist-ները ավելի շատ են պահանջարկ ունենալու, որտեղ տեխնիկական ներողություն ամեն դեպքում նույն բժշկությունն էլ, չէ՞, մինչև նեղ մասնագիտացում ընտրելը բոլորը ընդհանուր բժշկություն են սովորում։ PPC մասնագետը պետք է իմանա մարքեթինգի հիմունքներ, նոր մասնագիտանա։ Այդ պարտադիր է, բայց հետագայում ինքը ոնց որ Պարտավոր չի անել այն մյուս նեղ մասնագիտացման աշխատանքը։ Ինքը չի կարողանա անել, որտեվ ինքը օրինակ լավ տեքստ չի գրում, ինքը լավ մեդիապլան է սարքում։ Ինքը լավ մաթեմատիկայի մտածելակերպ ունի, բայց ոչ երբեք չի կարողանա օրինակ սիրուն կոնցեպտ մտածել։ Դա այլ մասնագիտություն է։ Հա, այդ բաժանումները վստահ եմ, որ մեր շուկայում գնալով այլ ավելի լավ կլինի ու իհարկե դա միայն եւ միայն բոլորիս համար ցանկալի փոփոխություն է, որը որ գալիս է։ Բայց ել եմ ասում, միտումները տարբեր են ու ամեն դեպքում որ tool-երը այնքան շատ են, որ մի մասնագետը prompt-ով կկարողանա գրել թե website, չգիտեմ, թե content-ը իր, թե անիմացիաները, բայց երբ որ էլի տեղ ենք գնում, այդ մի մարդը չի կարողանա շատ լավ visual thinker լինի, հա, որ պատկերացնի, ինքը պետք է ավարտած լինի օրինակ արվեստի բաժին, գույների համադրություններ հասկանա, այդ ամեն ինչը չի կարողանա անի այն մարդը, որ AI-ի հետ պետք է աշխատի, mathematical analytics-ի հետ կապված, հա, այն անալիտիկայի կտորը, որը որ իրան տալիս է։ Ստեղ մի քիչ կշատանան generalist-ները, բայց ամեն դեպքում այդ direction-ները ես ամեն դեպքում որպես մասնագետ կարծում եմ, որ կմնան, էլի չեն վերանա իրանք հաստատ։ Մարիամ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ եւ հետաքրքիր էր եւ օգտակար մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար, հատկապես այսպես ուսումնական տարին ավարտվել է, ովքեր որ ավարտել են արդեն կարծում եմ կողմնորոշվել են մասնագիտություններ ընտրելու մեջ, բայց մեր հաղորդումը վստահ եմ, որ ովքեր որ մարքեթինգի ուղղությունն են ընտրել, վստահ եմ, որ օգտակար կլինի շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, տեսություն։